Փառք Աստծո, հազար փառք, որ այսօր էլ այս հնարավորությունը մեզ ընձեռեց Աստված հավաքվելու այս պատմական հնամենի վանքի մեջ, մաքինած վանքի մեջ եւ այս Սուրբ Աստվածածնի անունը կրող եկեղեցում Աստվածածնի տոնի վերափոխման տոնի 7-րդ օրը միասին ուխտավորաբար Աստվածածնին մեծարելու, պատարագ մատուցելու եւ Աստվածածնի անունը փառավորելու։ Իմ երախտագիտություն եւ խոնարհումն եմ բերում Գեղարքունյաց թեմի առաջնորդ Իսահակ Սրբազանին, որի օրհնությամբ եւ արտոնությամբ այսօրվա ուխտագնացությունը իրականություն դարձավ, նաեւ այս տարածաշրջանի հոգեվոր հովին, իմ սիրելի եղբորը արժանապատիվ Տեր Հարությունին, նաեւ այս վանքի պահապանին Տեր Կարապետ եղբորը, որը այս վանքում տարիներ շարունակ արթունապահում վանքը իր աղոթքներով, թող Աստված իրենց բոլորին օրհնի, զորացնի, իրենց կարգի մեջ հաստատ բայ եւ արժանի արի անի վարձկավոր մշակներ լինելու այն օր, երբ պիտի կանգնեն Աստծո առաջ։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո, ամեն։ Ավետարանն ասում էր. այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ, երբ Կյուրենիոսը կուսակալ էր ասորիքում, եւ բոլորը գնում էին արձանագրվելու մարդահամարին, յուրաքանչյուրն իր քաղաքում։ Հովսեփն էլ Դավթի տնից եւ ազգատոհից լինելով Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց Հրեաստան, Դավթի քաղաքը, որ Բեթխեհեմ է կոչվում, մարդահամարի մեջ արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանված էր եւ հղի էր։ Եվ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան եւ դրեց մսուրի մեջ, որովհետեւ Իջևանում նրանց համար տեղ չկար։ Քրիստոսի ծննդյան պատմությունն է, թե ինչպես ծնվեց Քրիստոս, որտեղ ծնվեց։ Այս պատմությունը մեզ փոխանցում է միայն Ղուկաս ավետարանիչը։ Ուրեմն Մարիամ Աստվածածինը այդ պահին, երբ Քրիստոս ծնվեց, դարձավ Աստվածածին, դարձավ Տիրամայր, մեծացավ բոլոր մարդկանցից։ Ճիշտ է, ինքը նախապես իր համաձայնությունը տվել էր, երբ հրեշտակը ավետել էր, բայց այդ պահին մեծացավ։ Հիմա էլ այսօր էլ Աստված մեծարեց եւ Աստվածածնին երկրից երկինք փոխարինեց։ Եվ այսօր 7-րդ օրն է, որ մենք տոնում ենք վերափոխման տոնը Սուրբ Աստվածածնի, եւ Աստված եթե կյանք տա, Աստված կամենա, եւս 2 օր պիտի տոնենք, որովհետեւ Աստվածածնի վերափոխումը հայոց եկեղեցին տոնում է 9 օր շարունակ։ Այսօր ես ուզում եմ ձեզ համառոտ ներկայացնել Աստվածածնի խոսքերը, ընդհանրապես որ կան ավետարաններում։ Աստվածածինը շատ չի խոսել, քիչ է խոսել, ընդամենը մի քանի դրվագում Աստվածածինը խոսել։ Դրանցից առաջինը հրեշտակի հետ հանդիպումն էր, երբ Գաբրիել հրեշտակը հայտնվեց եւ ավետիս տվեց Աստվածածնին, հրեշտակն ասաց. ուրախացիր ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է։ Իսկ նա այս խոսքերի վրա խռովեց Մարիամը եւ մտքում խորում էր, թե ինչ բան է այս ողջույնը։ Եվ հրեշտակը նրան ասաց. մի վախեցիր Մարիամ, որովհետեւ Աստծուց դու շնորհք կտար, ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես, նա մեծ կլինի, բարձրալի որդի կկոչվի եւ Տերը նրան կտա նրա հոր Դավթի աթոռը եւ նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա ու նրա թագավորությունը վախճան չի ունենա։ Իսկ Մարիամը հրեշտակին ասաց, առաջին խոսքը, որ Մարիամը ասում է ավետարաններում. ինչպես այդ կպատա ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում։ Ուրեմն այս խոսքը
ինձ այն մտքին է բերում, այն միտքն է հուշում, որ Մարիամը թեև շատ դեռատի էր, բայց շատ զգաստ էր և սթափ էր, գլուխը չկորցրեց, թեև սկզբից վախեցավ, երբ հրեշտակը հայտնվեց, բայց երբ հրեշտակը իր հայտնվելու նպատակը հայտնեց, ավետիսը տվեց, Մարիամը գլուխը չկորցրեց ուրախությունից, որ ասեց դու որդի կծնես, նա էլ բարձրյալի որդի կլինի, այլ ինչ ասում, սթափ է, ասում է, ոնց կարա տենց բան լինի, ես կույս եմ, ես տղամարդ չեմ ճանաչում, այս շատ կարևոր է, որ մենք միշտ սթափ լինենք և մեր հարցերը ուղղենք Աստծուն, այսինքն առանց հասկանալու չասենք այդպես ակամ, եթե մեր մեջ հարց կա, անհասկանալի բան կա, օրինակ տեսեք, Հոբի գիրքը, որ կարդում ենք, ամբողջ գրքի մեջ Հոբը անընդհատ հարցեր էր ուղղում Աստծուն, ասում էր ախր ինչի պիտի սենց լինի, ախր ինչի էս եղավ, ախր ինչի էսպես, այսինքն չէր ասում, ճիշտ է ինքը վստահում էր Աստծուն, հավատում էր Աստծուն, մեծ հավատք ուներ, կինը երբ որ ասում էր անիծի Աստծուն մեռի պրծի էր, իր հերիք չի տանջվես, ասում էր անզգամ կին, Աստված ինձ շատ բարիքներ է տվել, վերցնեմ, բայց երբ որ փորձություն գա, չարիք գա, չընդունեմ Աստծո ձեռքից, այսինքն ինքը հավատք ուներ, բայց նաև այդ ամեն ինչի հետ ինքը ուզում էր հասկանալ, ինչի է այս ամեն ինչը ինձ հետ կատարվում, ինչի Աստված թույլ տվել, ինչ է եղել, մինչև ինքը իր հարցի պատասխանը ստացավ, ճիշտ պես էլ Մարիամ Աստվածածինը, այսինքն ինքը սթափ էր, և մենք էլ պիտի սթափ լինենք, եթե մի բան կա, մենք պիտի իմանանք, մենք պիտի հասկանանք, մարդիկ կան, որ հարցեր ունեն, մարդիկ կան, որ իրենց համար չպարզաբանված բաներ ունեն, ասում Աստծուն հարցրեք, Աստծու փեշերից ամուր բռնեք, պինդ բռնեք և այնքան հարցրեք, մինչև Աստված ձեր հարցի պատասխանը կտա ձեզ, այս շատ կարևոր է, ոչ թե մենք այսպես ասենք դե լավ այդպես է որ կա, չէ, հարցդ կա, հարցիդ պատասխանը փորձի ստանել և Աստված պատրաստ է և Աստված ուզում է, որ մենք հասկանանք, Աստված ուզում է, որ մենք սթափ լինենք, որ չմոլորվենք, չշփոթվենք և երբ հրեշտակը բացատրեց, թե ինչպես դա կարող է լինել, ինչպես կարող է ինքը զավակ ունենալ, ասեց Սուրբ Հոգու զորությունը կիջնի վրա, բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, Սուրբ Հոգին կգա և քեզանից ծնվածը մարդկային սերմից չի լինելու, այլ Աստծո շնորհով պիտի լինի, Սուրբ Հոգու զորությամբ պիտի լինի։ Երբ այդ ամեն ինչը հասկացավ, երկրորդ խոսքը, որ ասում է Մարիամը, հետևյալն է. ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ, այսինքն կատարյալ խոնարհություն և հնազանդություն Աստծո կամքին։ Այս էլ մենք պիտի սովորենք, երբ որ մենք հասկանում ենք ինչ Աստծո կամքը, մենք պիտի հնազանդ լինենք, մենք պիտի խոնարհ լինենք։ Հիմա մենք պիտի չընդվզենք, չհակառակվենք, որտեղ շատ հաճախ մեր կյանքերում բաներ է տեղի ունենում, որ մենք մեր սրտով չի, մեր ուզածի պես չի, այդ պահին մենք չենք հասկանում, չենք ուզում, որ այդպես լինի, բայց հետո որ մի քիչ համբերում ենք, մի որոշ ժամանակ անցնում է, տեսնում ենք ինչ լավ եղավ, որ տենց եղավ, հայ որ մեր ուզածով լիներ, լավ չէր լինելու, բայց մենք չենք հասկանում այդ ամեն ինչը, դրա համար նաև այս ամեն ինչի հետ մենք վստահենք Աստծուն, Աստծո կամքը սիրենք ամեն ինչից ավելի, սրա լավագույն օրինակը Ավետարանում մեր Տեր Հիսուս Քրիստոս տվեց, երբ Գեթսեմանի պարտեզում աղոթում էր, հիշում եք, ասում էր Հայր, այս բաժակը ինձանից հեռացրու, ինչ բաժակի մասն էր խոսքը, տառապանքի, չարչարանքի և մահվան բաժակը, որ պիտի խմեր, այս բաժակը ինձանից հեռացրու, բայց միևնույն ժամանակ ասում էր թող քո կամքը լինի, ինչպես դու ես կամենում, եթե դու կամենում ես, որ խմեմ, ուրեմն պիտի խմեմ։ Մարիամ Աստվածածինն է, ասում է, թող Աստծո կամքը լինի, ես Աստծո հրեշտակն եմ։ Իսկ ինչ կարող լիներ, գիտենք, հրեա իրականության մեջ, եթե մի աղջիկ առանց ամուսնության հանկարծ հղիանար, մահ էր իրեն սպառնում, պիտի իրեն քարկոծելով սպանեին։
բայց եւ Մարիամ Աստվածածինը չգիտեր ինչ պետք է լինի, ասում էր, եթե Աստված այդպես է կամեցել, ես իր աղախին եմ, թող իր կամքը լինի։ Ուրեմն խոնարհվենք Աստծո կամքի առաջ, հնազանդվենք Աստծո կամքին։ Հաջորդ դրվագը, որտեղ Մարիամ Աստվածածինը խոսում է, անմիջապես հղիանալուց հետո այցելեց Եղիսաբեթին, Զաքարիայի կնոջը, որը Հովհաննես Մկրտչի մայրն էր։ Եղիսաբեթն էլ էր հղի եւ երբ այցելեց, ամենաերկար խոսքը, որ ավետարանում խոսում է Մարիամ Աստվածածին, այստեղ էր։ Եղիսաբեթի տանը ինչ արեց։ Մարիամը փառաբանական մի աղոթք է անում։ Եվ այդպես էլ ավետարանն ասում է Մարիամի օրհներ կան փառաբանությունը։ Ինչ է ասում Մարիամ Աստվածածինը։ Մարիամն ասաց. իմ անձը կփառավորի Տիրոջը, եւ իմ հոգին ցնծած իմ փրկիչ Աստծով, որովհետեւ նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա, եւ ահա այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ նրա անունը սուրբ է, նրա ողորմություն սերնդից սերունդ իր երկյուղածնի վրա է, նա իր բազուկով զորություն ի գործ դրեց, ցրեց ամբարտավաններին իրենց սրտի խորհուրդներով, հզորներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին, քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց, նա պաշտպան կանգնեց իր ծառային Իսրայելին, հիշելով իր ողորմությունները, ինչպես ասել էր մեր հայրերին Աբրահամին եւ նրա սերունդին Հավիտյան։ Ահա Մարիամի ամենաերկար խոսքը կամ ամենամեծ խոսքը, որ ասել է ավետարաններում։ Ուրեմն ինչ էր սա, իրանից մի հատ աղոթք էր ներկայացնում։ Մյուս խոսքերը շատ կարճ են, հակիրճ են, մի նախադասություն, ամեն մի խոսք։ Այստեղ Մարիամը երկար է խոսում։ Եվ այս էլ մեզ ուրեմն դաս է կամ խրատ է կամ խորհուրդ է, որ մենք խոսելուց կարճ լինենք, համառոտ լինենք, բովանդակային լինենք, տեսից, տենից, երկար, բարակ, չնստենք, չխոսենք, չբամբասենք, չչարախոսենք, չգիտեմ ինչ բաներ չանենք։ Եվ հիշում եմ մի հոգևորական կար նախկին, հիմա ննջել է, մի անգամ մի գեղեցիկ խոսք ասեց, տպավորվել ա մեջս, հետ չեմ մոռանում, եւ միշտ պիտի հիշեմ, ասում ավելի լավ աղոթել, քան թե անիծել։ Մենք շատ հաճախ մարդկանց անիծում ենք, մարդկանց հայոյում ենք, մարդկանց չարախոսում ենք, ասում ավելի լավ այդ ամեն ինչի փոխարեն աղոթք անել այդ մարդկանց համար, քան թե չարախոսել, անիծել, վատաբանել։ Մարիամ Աստվածածինն էլ իր օրինակով մեզ ցույց է տալիս, որ ամեն ինչ շատ մենք պիտի աղոթենք։ Հաջորդ դրվագը, որտեղ Մարիամ Աստվածածինը խոսում է, արդեն 12 տարեկան Հիսուսին, երբ Երուսաղեմում կորցրին, այդ դրվագն էր։ Ինչ է ասում, 3 օր փնտրեցին, վերջ Հիսուսին գտան որտեղ տաճարում։ Եվ ինչ է ասում Աստվածածինը։ Մայրը նրան ասաց. «Որդի, այս ինչ արեցիր, այս ինչ արեցիր դու մեզ, աղավասիկ հայրդ եւ ես տագնապած քեզ էինք փնտրում»։ Այս էլ մեզ խորհուրդ է փոխանցում, որ մենք ամեն օր մեր կյանքում կանգնենք ու նայենք, մենք Հիսուսին կորցրել ենք, թե չենք կորցրել։ Հոգևոր առումով, մեր ընթացքի մեջ, գիտեք, մենք կարող է բերանով ասենք, չէ, մենք միշտ Հիսուսի հետ ենք կամ միշտ Աստծո հետ ենք, բայց կոնկրետ այս մեր դրվագում, այս մեր հարաբերության մեջ, այս մեր պահվածքի մեջ, այս մեր գործի մեջ, այս մեր գնացքի մեջ Հիսուս ներկա է, թե ներկա չի, թե մենք մեր խելքով ենք գնում, մենք մեր ուզածով ենք անում, մենք մեզանով ենք առաջնորդվում։ Մարիամն ու Հովսեփը հենց նկատեցին, որ Հիսուսին կորցրել են, սկսեցին փնտրել, եւ ավետարանն ասում է 3 օր փնտրեցին, մինչեւ գտան։ Եվ երբ գտավ, ասեց, ես ինչ եղավ, ես ինչ արեցի։ Ուրեմն մենք էլ մեր կյանքերի մեջ միշտ պիտի Աստծուն փնտրենք։ Աստված մեզ հետ է։ Մենք Աստծո հետ ենք, թե մենք հեռացել ենք Աստծուց, թե մենք մոռացել ենք Աստծուն, թե մենք ուրացել ենք Աստծուն եւ ուրացած ենք ապրում, մոռացած ենք ապրում, առանց Աստծո ենք ապրում մեր կյանքը։ Պատահում է շատ հաճախ այդպես։
Հետո մենք հասկանում, բայց մենք ինչ արեցինք։ Բա ես քրիստոնյա մարդ, բա ես հավատացյալ մարդ, ես ինձ ոնց պահեցի, ես ինչ արեցի, ես ոնց բարկացա, ես ոնց կռվեցի, ես ինչ արեցի, բա ամոթ չէ։ Բա որ Աստված հիմա տեսնի, ես ոնց պիտի կանգնեմ Աստծու առաջ։ Հաճախ պատահում է այսպես մեզ հետ, այսինքն մենք Աստծուն կորցնում ենք, այդ պահին մենք Քրիստոսին կորցնում ենք մեր կյանքերի մեջ։ Դրա համար Աստվածածին մեզ սովորեցնում է, որ մենք միշտ պիտի փնտրենք Քրիստոսին։ Հաջորդ դրվագը, որտեղ Մարիամ Աստվածածինը խոսում է, եւ իմիշելով վերջին դրվագն է, որ խոսում է, Կանայի հարսանիքն է։ Ինչ է ասում։ Մայրը Հիսուսին ասաց. գինի չունեմ։ Երկու բառ ընդհանրապես, բայց ինչ էր, սա խնդրանք էր։ Ում համար, մարդկանց համար, որոնք կարիքի մեջ էին, որոնք նեղության մեջ էին, որոնց կյանքում ինչ-որ դժվար իրավիճակ էր ստեղծվել եւ ով է խնդրում, Ավետարանը չի ասում, որ այդ մարդիկ եկան Մարիամ Աստվածածին դիմեցին, չգիտեին էլ պետքա դիմել, պետք չի, կամ Մարիամ Աստվածածին իրանց համար ուղղակի սովորական մի հյուր էր։ Հա, իրանք չգիտեին ոչ Աստվածածին է, ոչ էլ իր որդին Հիսուս Քրիստոսն է, հա, Քրիստոսն է, Մեսիան է, Փրկիչն է աշխարհի։ Բայց Մարիամ Աստվածածինը տեսնելով, որ մարդիկ նեղության մեջ են, բարեխոսում են։ Եվ Մարիամ Աստվածածինի պաշտոնը հենց այդ է։ Փոխադրվեց երկինք, որպեսզի իր որդու աչում լինի եւ միշտ բարեխոսի ողջ աշխարհի համար, բոլոր մարդկանց համար։ Մարիամ Աստվածածինը անդադար աղոթում է մեզ համար, բարեխոսում է մեզ համար։ Ուրեմն մենք էլ այս բանը հասկանալով, որ ունենք մեծ բարեխոս, այնպիսի մի բարեխոս, որ անհնարին է, որ Մարիամ Աստվածածնի բարեխոսությունը անօգուտ լինի, անպայման Մարիամ Աստվածածնի բարեխոսությունը պիտի կատարվի։ Ուրեմն մենք էլ միշտ խնդրենք, որ Մարիամ Աստվածածինը բարեխոսի մեզ համար։ Եվ հաջորդ դրվագը Հիսուս իհարկե պատասխանեց Մարիամ Աստվածածնի հետ գինի չունեն, ուրեմն խնդրանքին, եւ հետո Մարիամ Աստվածածինը վերջին խոսքն ասեց։ Ուրեմն դարձավ դեպի ուրեմն սպասավորները եւ ինչ ասեց. ինչ որ ձեզ ասի, արեք։ Ուրեմն այս վերջին խոսքերն էին Մարիամ Աստվածածին։ Ինչ որ ձեզ ասի, արեք։ Ով ասի? Հիսուս։ Որտեւ Հիսուսը հրանք պիտի տար սպասավորներին, թե ինչ անեին, հա, պիտի ասել, ջուրը բերեք, լցրեք այս կարասների մեջ, ման հետո վերցրեք, տարեք, տվեք սեղանապետին։ Եվ Մարիամ Աստվածածինը ասում է, ինչ որ ձեզ ասի, արեք։ Հիմա այդ նույն խոսքերը Մարիամ Աստվածածինի պատգամն է մեզ ուղղված։ Ինչ որ մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ ասել է, պիտի անենք, այսինքն պիտի իր պատվիրանները պահենք, իր խոսքով պիտի առաջնորդվենք։ Մարիամ Աստվածածնի ուրեմն խոսքերը սկսվում էր, հա, հարցից ինչպես կլինի եւ վերջանում է ինչով, պատգամով ուղղված մեզ, որ ինչ որ ձեզ ասի, Տերը պիտի անեք։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ այդ նույն հրահանգը տվեց իր համբարձումից առաջ։ Մատթեոսի ավետարանի վերջի հատվածում ինչ է ասում։ Ասում է աշակերտներին ասեց. ինչպես Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացեք աշխարհով մեկ, բոլոր ազգերին աշակերտ դարձրեք։ Ավետարանը քարոզեք, մկրտեք նրանց Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով եւ սովորեցրեք պահել այն ամենը, ինչ ես ձեզ պատվիրեցի։ Այսինքն իմ պատվիրանները սովորեցրեք թող բոլորը պահեն։ Էս է։ Մարիամ Աստվածածինն էլ նույնը ասում է, ասում է, ինչ որ ձեզ Տերը կասի, արեք։ Ուրեմն այսօր մենք տոնում ենք Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը, 7-րդ օրնավոր տոնն է։ Ուրեմն խնդրենք թող Սուրբ Աստվածածինը մեզ բոլորիս համար բարեխոս լինի։ Թող Սուրբ Աստվածածնի օրհնությունը, շնորհը լինի մեզ բոլորիս հետ, մեր ողջ մարդկության հետ, մեր ազգի հետ, մեր եկեղեցու հետ, մեր բոլորի հետ, նամանավանդ նրանց հետ, ովքեր իրենց գործը կամ ինչ-որ զբաղմունքներ, ինչ-որ բաներ թողեցին, ճանապարհ կտրեցին, եկան հասան այստեղ իր տոնը կատարելու։
թող բոլորի աղոթքներին Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ բարի պատասխան իջնի Տիրոջից։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենիս հետ լինի։ Ամեն։